չի ասում։ Գիտենք ու հետևում ենք, որ այս օրերին խոսում է Տիգրանաշենի հանձնման մասին, որ պետք է հանձնել, Արցախաշենն էլ հետ կտան դեստեն, իհարկե ոչ մեկ ադրբեջանական կողմից, չգիտեմ էլի, այնտեղ իրենց գյուղի բնակիչը անգամ չի ասել, որ սա Արցախաշենը հետ ենք տալիս, բայց եթե մենք այսօր չասենք քյարքի, ուրեմն կհրաժարվենք Ջերմուկի օկուպացված տարածքներից, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Սա շատերի գնահատմամբ մոտավորապես այն նույն լոզունգն է, որ ասում է Արցախը տանք, որ Սյունիքը փրկենք։ Հիմա ըստ էության ասում է Տիգրանաշենը տանք, որ Սյունիքի հետը տանք, որ Երևանը փրկենք։ Կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք։ Բայց ինչ արտահայտեմ, ինչ տեսակետ արտահայտեմ։ Հայտարարությունն է այս ամեն ինչը ու այնպես ոնց որ ինքը փորձում է համոզել, թե ինչու պետք է հանձնել Տիգրանաշենը։ Դուք Հովհաննես Թումանյանի Չարի վերջը վստահաբար կարդացել եք։ Երբ որ աղվեսը գալիս ասում է այս սարն իմն է, այս ծառն իմն է եւ այլն եւ հիմար կկունը ասում է առ մի ձակիս էլ տար, միայն թե բունս թող մնա։ Մեծ հաշվով ես տարբերություն չեմ տեսնում, պարզապես խնդիրը այստեղ գիտեք որն է, Հայաստանի կառավարությունը քանի որ չունի ոչ մասնագիտական կարողություն, ոչ էլ կառավարման հատկապես ազգային ավանդույթներ, ոչ էլ ընդհանրապես որևէ կապ ունի երկրի պետականության, հայրենիքի գիտակցության հետ։ Իրենց թվում է, թե օրինակ պետությունից ինչ-որ բան կտրելով, տալով կարող են ինչ-որ պետությունը փրկել, բայց իրենք ուղղակի ես էլի եմ նախկինում էլ եմ ասել այդ մասին, իրենք այնքան պրիմիտիվ են պարզունակ են, որ չեն հասկանում, որ թշնամին իրենցից ավելի խելացի է եւ դա մոտավորապես նման է այն երևույթին, երբ որ երկու երեխա նստած շախմատ են խաղում, այն երեխաներից ով ավելի հիմար է, այսպես շախմատ որևէ քայլ անելուց հետո էլ այսպես բացահայտ սկսում է ասել, գիտես ես հիմա որ ես այս քայլը արեցի, ինքը այս քայլն է անելու, ես էլ այս քայլն եմ անելու, առանց հասկանալու, որ հակառակ կողմը եւս մտածելու կարողություն ունի։ Բայց մյուս կողմից ես շատ անկեղծ ասեմ, չեմ հասկանում մեր ընդդիմության բարձրացած այս աղմուկը, ինչու եմ ասում չեմ հասկանում, ոչ թե վատ է անում, որ օրինակ հայրենիքի, պետականության, անվտանգության մասին խոսում է, իհարկե կարևոր է դա, բայց շատ հաճախ այդ խոսքերի բովանդակությունը եւ միջոցը ավելի շատ նման են օդում կրակոցի, քան իրական պայքարի։ Գիտեք, ընդդիմությունը ինքը չպետք է լինի միայն իշխանությանը ընդդիմացող։ Այսինքն սпасել, ես նկատեցի, որ Նիկոլ Փաշինյանից Տիգրանաշենի մասին խոսք քաշելու հեղինակը լրագրող Լիա Սարգսյանն էր, ով շատ նորմալ հարց տվեց կոնկրետ, որին եւ վարչապետը պատասխանեց իր հերթական մանիպուլյացիայով։ Իդեպ վարչապետի այդ արձագանքը ես որքան հասկանում եմ, դրա հասցեատերը Ադրբեջանն էր, այսինքն այո, ես որքան հասկանում եմ, դրա հասցեատերը Ադրբեջանն էր, բայց տեսեք ինչ տեղի ունեցավ։ Ընդդիմադիր դաշտը փոխանակ այդ գնդակը վերցներ եւ տաներ այնպիսի ուղղությամբ, որով Ադրբեջանի համար խնդիրներ ստեղծվեին, որով Նիկոլ Փաշինյանի կառավարության համար խնդիրներ ստեղծվեին, արեց լրիվ այլ բան, ստեղծեց հերթական Կիկոսի մահը եւ մի իրավիճակ, երբ որ վայ, փախեք, մեզ կոտորում են, Տիգրանաշենն են տալիս։ Դա ամենևին չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Տիգրանաշեն տալու։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Տիգրանաշեն տալու եւ ինչ որ մի փուլում ինքը կտա Տիգրանաշենը։ Բայց այստեղ հարցը այն է, թե ո՞րն է ընդդիմության նպատակը՝ ամեն գնով վարկաբեկել եւ ոչնչացնել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, թե ամեն գնով պահպանել Տիգրանաշենը։ Այստեղ է խնդիրը։ Եթե ես լինեի խորհրդարանական ընդդիմության տեղը, լրիվ այլ գործողությունների կդիմեի, լրիվ այլ հայտարարություններ կանեի, որոնք միաժամանակ հիստերիա եւ խուճապ կստեղծեին Ադրբեջանում, ինչպես պետական կառավարման, այնպես էլ հանրության մեջ։ Մենակ ինչպիսի, մեկ օրինակ կարող եք։ Ասեմ, շատ լավ, ասեմ։ Տեսեք, դուք բազմիցս խոսել եք նաեւ այն հսկայական նաեւ ֆինանսական պարտքի մասին, որ Ադրբեջանը որպես պետություն պարտք է հայտնվեցին, այո, հեսա այն մեկ ցուցիչ է,
Եվ ի վերջո, երբ փորձում են կերակրել 300,000 ադրբեջանցիների գալով, այս թե գալով, այսինքն իրենք հերքում են, բայց տեսնում ենք Ադրբեջանը մինչև անգամ ՄԱԿ-ով բարձրաձայնում է այս հարցը, ի վերջո մոտավորապես 800,000 հայ պետք է վերադառնա այս դեպքում Բաքվի, Խոջավոյի եւ մյուս տեղերի Սումգայիթի ջարդերի հետևանքով։ Խնդրեմ։ Նայեք, նախ եւ առաջ Տիգրանաշենի եւ Արցվաշենի, ինչպես նաեւ երբեմնի խորհրդային մյուս անկլավների մասին։ Ես վստահ եմ, իրականում վստահ եմ, որ Ադրբեջանին այս պահի դրությամբ ձեռնտու չի լինի, ամենևին ձեռնտու չի լինի գնալ այն սցենարով, ինչը կարող է առաջարկել Հայաստանի ընդդիմությունը։ Հայաստանի պետությունը, ասենք, որովհետև ի վերջո ընդդիմությունը առանձին վերցրած չի կարող ինչ-որ քաղաքական պետական գործընթացներ տանել, պետք է դրանով ճնշել կառավարությանը, հետո նոր բնականաբար ազդել արտաքին ուժերի վրա, բայց ընդդիմությունը կարող է նաև ելույթներով հանդես գալ ՄԱԿ-ում, ելույթներով հանդես գալ եվրոպական կառույցներում եւ այլուր։ Ավելի կոնկրետ, Արցվաշենը որպես այդպիսին բավական մեծ տարածք է զբաղեցնում եւ իր մակերեսով հավասար է երբեմնի սովետական, ադրբեջանական 3 անկլավային տարածքներին։ Եթե Հայաստանը առաջնահերթ առաջ է քաշում Արցվաշենի վերադարձի հարցը եւ Ադրբեջանի սեղանին է դնում Արցվաշենի վերադարձի քննարկման հարցը, սա կոչվում է նախաձեռնողական դիվանագիտություն։ Նախաձեռնողական դիվանագիտության դեպքում հակառակ կողմը սկսում է ոչ այնքան հարձակվել, որքան ինքն է սկսում պաշտպանվել։ Արդեն իր մոտ են սկսում որոշակի հարցեր առաջանալ իր իսկ անվտանգության համար։ Ավելի կոնկրետ, իհարկե, եթե մենք համեմատենք Տիգրանաշենը եւ Արցվաշենը կամ եթե համեմատենք Ոսկեպարը եւ Արցվաշենը, ապա Ոսկեպարի Տիգրանաշենի ռազմավարական նշանակությունը շատ ավելի մեծ է, քան օրինակ Արցվաշենի, որովհետեւ Ոսկեպարը կապում է Հայաստանի կենտրոնը հյուսիսի հետ, նոյեմբերյանի հետ, Տիգրանաշենը կապում է Հայաստանի կենտրոնը հարավի հետ, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի հետ։ Եվ սրանցից որևէ մեկի հանձնումը Ադրբեջանին բերելու է Հայաստանի համար անվտանգային լրջագույն խնդիրների։ Ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակներում շատ քիչ հավանական է, որ մի երկրի տարածքում 4 կողմից շրջափակված կարող են լինել այլ երկրի զինված ուժեր եւ դա լինի այսպես լեգիտիմ։ Քիչ հնարավորություններից մեկը, օրինակ, ռուսական Կալինինգրադն է, բայց դա լրիվ այլ իրականություն է եւ դա դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մնացած իրականություն է, որի հետ համաձայնել են նաեւ եվրոպական պետությունները։ Բայց եթե մենք նայում ենք Արցվաշենին, Արցվաշենը ինքը այո, ռազմավարական առումով ավելի պակաս ուժ ունի եւ հնարավորություն ունի, քան Տիգրանաշենը եւ օրինակ Ոսկեպարը, բայց այստեղ կա մի բայց, Արցվաշենի տարածքով, որ հիմա ադրբեջանցիներն անվանում են Բաշքենդ, Արցվաշենի տարածքով են անցնում Ադրբեջանի հյուսիս-արևմտյան բազմաթիվ բնակավայրեր տանող ճանապարհներ։ Եվ եթե պայմանական համարենք, որ հայկական զինված ուժերը, որոնք մի օր երևի կլինեն իսկական զինված ուժեր, ոչ թե ուղղակի այսպես Նիկոլ Փաշինյանին ենթարկվող ինչ-որ զինվորներ, հայկական իրական ազգային բանակը, եթե տեսականորեն մի օր հայտնվի Արցվաշենի տարածքում, որը բավական մեծ է, ապա ես ձեզ վստահեցնում եմ, Ադրբեջանը իր հյուսիս-արևմտյան բնակավայրեր հասնելու առումով շատ լուրջ խնդիրներ կունենա, լրջագույն խնդիրներ կունենա։ Եվ այստեղ բնականաբար Ադրբեջանի համար ամենևին էլ ցանկալի չի, որպեսզի տեղի ունենա նման բան, այսինքն մենք ստանանք Արցվաշենը, ինքը ստանա Տիգրանաշենը։ Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ մի գեղեցիկ օր կարող է ասել, գիտեք ինչ, եկեք Արցվաշենն էլ տանք անվերադարձ կամ անհատույց։ Սա արդեն կառավարման խնդիրների, սա արդեն կրկնում եմ, ինչպես խոսքի սկզբում ասացի, երկրի կառավարության պարզունակ եւ անգրագետ եւ ընդհանրապես
ոչ մասնագիտական, ոչ փորձառու լինելու եւ գուցե նաեւ թշնամուց կախվածություն, ֆինանսական եւ այլն կախվածություն ունենալու մասին է խոսքը։ Հաջորդը, որի մասին մեր Մարիամը հարցը տվեց, մասնավորապես վերաբերում է հայերի վերադարձի իրավունքին։ Տեսեք, եթե Ադրբեջանը խոսում է այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների գալու մասին, իդեպ ես առաջարկում եմ երբեք չասել ադրբեջանցիների վերադարձ, այո, որովհետև այո, նրանք, ասենք, եղել են շատ փոքր քանակի սովետական տարիներին, հիմա այդ խոսույթ է Ադրբեջանի կողմից, նարատիվ է, որը ինքը ներկայացնում է, եւ օրինակ մեր քաղաքական գործիչները, մեր լրագրողները, վերլուծաբանները, երբ որ ասում են 300,000 ադրբեջանցիների վերադարձ, հաստատի լեգիտիմացնում են այդ Ալիևի այդ հիմար խոսակցությունները։ Այս առումով շատ կարևոր գործ է կատարում քաղաքագետ Տաթևիկ Հայրապետյանը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան, որ հատուկ շեշտում է, որ չկա ադրբեջանցիների վերադարձ, կա ադրբեջանցիների հնարավոր տեղակայում Հայաստանում։ Բայց եթե անգամ այստեղ էլ մենք առևտրի գնանք, տեսեք, ինչու է Ադրբեջանը 300,000 ադրբեջանցիների փորձում այդ թեման անընդհատ շահարկել եւ Հայաստանում էլ դարձնել քաղաքական թեմա։ Այստեղ գլխավոր խնդիրը արցախցիներն են։ Ադրբեջանի իշխանությունը շատ լավ է հասկանում, որ վաղ թե ուշ բարձրացվելու է արցախցիների վերադարձի իրավունքի հարցը, եւ Ադրբեջանը լինելով նոր էթնոս, չունենալով հիմքեր, չունենալով ազգային պետականություն, Ադրբեջանը կանգնելու է լրջագույն ինչպես դիվանագիտական, այնպես էլ ժողովրդագրական խնդիրների առաջ եւ ուղղակի ստիպված է լինելու հաշվի նստել 150,000 արցախահայերի վերադարձի իրավունքի հետ։ Դա իհարկե այն ժամանակ, երբ որ ասենք Նիկոլ Փաշինյանը չլինի Հայաստանի իշխանություն, իսկ դա բնականաբար մի օր գալու է։ Եվ այս պայմաններում Ադրբեջանը փորձում է ստեղծել այնպիսի օրինական հիմքեր, որ Հայաստանի Հանրապետությունը ինքը չցանկանա, հայ ժողովուրդը ինքը չցանկանա վերադառնալ Արցախ։ Եվ այստեղ կշեռքի նժարի վրա է դնում 300,000 ադրբեջանցիներ, 150,000 հայեր։ Բայց այստեղ էլի նախաձեռնողական դիվանագիտության շրջանակում Հայաստանը լինի ընդդիմություն, թե իշխանություն, չկա իշխանություն, ոչինչ, կա ազգային ընդդիմություն։ Ազգային ընդդիմությունը կարող է ուղղակի ոտնատակ տալ ադրբեջանական բոլոր նախաձեռնությունները, ամբողջ դիվանագիտությունը։ Եթե օրինակ բարձրացնի եւ պահանջ ներկայացնի 465,000 հայերի վերադարձի իրավունքի հարցը։ 465,000 հայ, առնվազն այդքան հայ, 1988-92 թվականների ընթացքում բռնի տեղահանվել է Բաքվից, Սումգայիթից, Նախիջևանից եւ Գարդմանից։ Գարդմանը մեր հայրենակիցների շատերին այնքան էլ հասկանալի չի, դա նույն Գանձակն է, դա Քարհատն է, որը դուք անվանում եք Դաշքեսան, դա Գետաբակն է, Շահումյան, Գետաշեն, Ղազախ եւ այլն։ Միայն Գարդմանի շրջանից 1988-92 թվականներին բռնի տեղահանության է ենթարկվել ավելի քան 120,000 արցախահայ։ Դա էլ Արցախն է, հյուսիսային Արցախն է։ Նախիջևանից 70,000-ից ավել հայ է տեղահանվել։ Բաքվից, Սումգայիթից եւս հսկայական քանակության հայեր են բռնի տեղահանության ենթարկվել, շատերը կոտորվել են։ Ով պիտի այս մարդկանց իրավունքների վերադարձ կազմակերպի։ Եթե դա նյութականացնենք, այսինքն մարդկանց ունեցած գույքը, տարբեր ունեցվածք, ոսկիներ եւ այլն կորուստ դրամական միջոցներ, եթե միացնենք, ապա Ադրբեջանը այս նշածս 465,000 հայերին, իդեպ դրա մեջ չի մտնում, ամենևին չի մտնում Արցախի հանրապետության հայերի կորուստը։ 465,000 հայերին Ադրբեջանը պարտքի ավելի քան 73 միլիարդ դոլար։ Դա Ադրբեջանի համար նշանակելու է սնանկացում, ամբողջական ոչնչացում, եթե այս հարցերը դրվեն Ադրբեջանի սեղանին։ Գիտեք, մենք սիրում ենք անընդհատ պաշտպանվել, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան, վերելա քարին, ցածնկա քարին, բայց պետք է կարողանաս այնպես անել, որ դու ինքդ ոչնչացնես քո թշնամու հնարավորությունները։ Այլապես դու անընդհատ զիջողի դերում ես լինելու։ Այս փուլում տեսանք, որ ազգային ժողովի ամբիոնից ուղիղ եւս մեկ անգամ իր խոսույթը կրկնեց, ներողություն կզացնելու եմ, Փարզաշավի ժամանակ էր կզացնեմ, սատկացնեմ,
ծեփեմ այսպիսի տերմինոլոգիայով եւ անմիջապես, այսպես ասենք, դատախազին ուղիղ հրահանգով այսօր ասած վաղ առավոտյան լույսը չբացված ալֆա ջոկատով ներխուժեցին երկրորդ նախագահի տուն, որդու տուն, հիմա կալանավորված է երկրորդ նախագահի ավագ որդին, նաեւ ինքը նախագահը, խնդրեմ Դուք ինչ եք ուզում, որ ես ասեմ, որ օրինակ գետերը հոսում են վերևից դեպի ներքև, արևը դուրս է գալիս արևելքից, մտնում է արևմուտք, սարերը լճերից բարձր են։ Ինչու հիմա ինչու է այս փուլում այսպիսի ռեպրեսիաների դիմում։ Իսկ երբ չի դիմել ռեպրեսիաների։ 2018 թվականից մենք տեսնում ենք, որ Իլհամ Ալիևը ներողություն, Նիկոլ Փաշինյանը, չնայած նույնն են, Նիկոլ Փաշինյանը դիմում է հայ ժողովրդի նկատմամբ ռեպրեսիաների։ Հիմա ամեն անգամ ես կներեք հարգելի Մարիամ, պարբերաբար տեսնում եմ, որ դուք զարմանում եք այնպես, կարծես առաջին անգամ եք զարմանում։ Եվ դա ոչ միայն դուք, այլև ընդհանրապես մեր հայրենակիցները ազգային արժեքների գիտակցում ունեցող մարդիկ։ Գիտեք, պետք է ուղղակի հասկանալ, որն է իրականությունը։ Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բազում անգամներ սահմանադրական կարգի տապալում է արել։ Սահմանադրական կարգի տապալումը կոնկրետ մեծագույն հանցագործություն է, մենք բազմիցս տեսել ենք այդպիսի երևույթներ։ Հիմա ամեն անգամ զարմանալ, թե վայ Նիկոլ Փաշինյանը այսպիսի բան արեց, կներեք դա միամտություն է։ Ռոբերտ Քոչարյանը, եթե չեմ սխալվում, սա 4-րդ կամ 5-րդ անգամ է կալանավորվում։ Ռոբերտ Քոչարյանը, որպես քաղաքական գործիչ, որպես ընդդիմության մի հատվածի առաջնորդ, բնականաբար ինքը պատրաստ պետք է լինի, երևի պատրաստ է դրան։ Իհարկե, ընդդիմության նկատմամբ այս հալածանքների համար ես մեղադրում եմ ոչ միայն իշխանությանը, այլև հենց ընդդիմությանը։ Ասեմ ինչու, որովհետև գիտեք, ընդդիմությունը սովորել է իր համար երևի թե հեշտ է դառնալ երկրորդ համարի խաղացող։ Մի հայտնի խոսք է, եթե ուզում ես հաղթել, խաղա պայքարի սեփական կանոններով։ Մեր ընդդիմությունը ցավոք սրտի պայքարում է Նիկոլ Փաշինյանի կանոններով։ Հիշում եք մի ժամանակ դիմադրություն շարժման ժամանակ հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանին հաղթել հնարավոր է Նիկոլ Փաշինյանի ձևերով։ Անհնար է, ուղղակի անհնար է։ Հիմա ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարները հայտարարում են, թե Նիկոլ Փաշինյանի թիմն ասում է եկեք բարեկիրթ խաղանք, իրենք սկսում են այդպես արձագանքել ՔՊ-ի բարեկրթության, այսպես ասենք, առաջարկներին, բայց ամեն անգամ այսպես Դե հա, այսինքն այստեղ խնդիրը ընդդիմության գլխավորապես ընդդիմության մեջ է, որովհետև երբ որ դու խաղում ես քո հակառակորդի կանոններով, երբ որ դու պայքարի մեջ ես մտնում, երբ որ ես հունիս ամսին մեր ընդդիմությանը առաջարկում էի չվերցնել մանդատները եւ չմտնել ազգային ժողով, նաեւ այսօրվա այս իրավիճակը, ասեմ, Իհարկե չէր խանգարելու, որ Ռոբերտ Քոչարյանին կամ Գագիկ Ծառուկյանին կալանավորեր Նիկոլ Փաշինյանը, բայց կլիներ մեկ շատ կարևոր տարբերություն։ Այսօր ընդդիմության ընտրազանգվածը մեծապես հիասթափված է ընդդիմությունից։ Այն ժամանակ հիասթափված չէր լինելու եւ ընդդիմությունը կունենար այնպիսի հանրային աջակցություն, որը ցանկացած ժամանակ կարող էր փողոց հանել եւ հանրությունը կարող էր նաեւ այսպես ձնագնդի էֆեկտով ուղղակի ոտնատակ տալ իշխանությանը, իշխանական ռեժիմին։ Բայց երբ որ հանրությունը գնում ձայն է տալիս, օրինակ ուժեղ Հայաստանին, ուժեղ Հայաստանը անընդհատ հայտարարում է, թե մենք միայն հաղթելու համար ենք գնում ազգային ժողով եւ հայտարարում է, որ ուրիշ տարբերակ չկա, մենք չենք պատրաստվում Նիկոլ Փաշինյանի հետ այլևս աշխատել, լինել նրա մոտ ընդդիմություն եւ այլն, այսպիսի բաներ է ասում, եւ մեծ թվով հայեր գնում են, հավատում են այս քաղաքական ուժին, օրինակ ուժեղ Հայաստանին, ձայն են տալիս,
Եվ հանկարծ նույն ուժեղ Հայաստանը գնում ասում է դե գիտեք ինչ, մենք օրինակ կարող ենք խանգարել գլխավոր դատախազ նշանակելուն, այստեղ մարդիկ սկսում են հիասթափվել։ Նույնը վերաբերում է նաև ներողություն, նույնը վերաբերում է նաև Հայաստան դաշինքին։ Ուղղակի ճշմարտություն, որ անգամ այս ռեպրեսիաներով, անգամ այս խախտումներով հայտարար ընտրությունների 50%-ից ավելի մեր հայրենակիցները դեմ գնացին հայ ժողովրդի եւ Հայաստանի փրկացմանը, Արցախի ուրացմանը, եկեղեցու դեմ արշավի, եւ ի վերջո պետք է նաեւ այդ մանդատներին տեր կանել, որովհետեւ ամեն բանի այդ մանդատը պետք է։ Ինչ է անելու այդ մանդատով։ Երբ որ փողոցը կգեներացվի, այդ մանդատը հենց արշավի։ Կարող եք ինձ բացատրել, ինչ է անելու մանդատով։ Դա կներեք, էլի 1000 ներողություն։ Ես իհարկե ազգային ժողովում ունեմ շատ այսպես հարգարժան մարդիկ, պատգամավորներ, որոնց շատ հարգում եմ ընդդիմությունից իհարկե։ Բայց ինչպես հայտնի խոսքում են ասում, ճշմարտությունը ավելի թանկ է։ Այսպես ասեմ, ժամանակակից ձևակերպմամբ ասեմ, Նարեկ Կարապետյանն ինձ հարազատ է, բայց ճշմարտությունը ավելի թանկ է։ Հիմա այդ մանդատները, կներեք, միայն падգամավոր լինելու հաճույք են պատճառում։ Ես ձեզ վստահ։ Դե հիմա դուք կարող եք խնդրեմ։ Ժամանակը մենք դա կֆիքսենք, բայց ես ուզում եմ, քանի որ վերապարի մասին ես ասացի խոսքումս, որ չի խանգարում։ Մենք տեսանք, որ ըստ էության Փաշինյանը նաև բացեց ամբողջությամբ, թե վեհապար, որ նկատմամբ իրականացվող արշավի, նաև, այսպես ասենք, գուցե հիմնական կամ գուցե այսպես արձանցյալ պատճառներից մեկը նաև պատարակներում Արցախի հիշատակումն է, աղոտ կար Արցախ, եւ ըստ էության Փաշինյանը հայ առաքելական եկեղեցի որակեց որպես պատերազմի, այսպես ասենք, հրահրման ինստիտուտ։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Նայեք, դուք պարբերաբար ինչ թույլ չեք տալիս, որպեսզի ես խոսքս ավարտեմ եւ իհարկե ես կանդրադառնամ վեհապարի հետ կապված խնդիրներին, բայց ինչ վերաբերում է ընդդիմության նկատմամբ այս բռնաճնշումներին, գիտեք, քաղաքական գործընթաց է, որին կարող ես վերաբերվել այսպես կամ այնպես։ Բնականաբար ընդդիմությունը պետք է վերաբերվի վատ եւ ճիշտ է անում, որ վատ, որովհետեւ Հայաստանում բռնապետական իշխանություն է, ռեժիմ է, որպես այդպիսին, եւ բայց այստեղ մի խնդիր կա։ Եթե ես քիչ առաջ նշեցի մանդատների հետ կապված, եթե ընդդիմությունը սկզբունքային լիներ եւ չվերցներ մանդատները, բոյկոտեր այս ազգային ժողովը, ես ձեզ վստահեցնում եմ, որ մի քանի ամիս հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ուղղակի կցրվեր, որովհետեւ կլիներ միայն այսպես ՔՊ-ական խորհրդարան, որտեղ կգային ջան կասեին, ջան կլսեին, ընդհանրապես քաղաքական անապատ կառաջանար, այսինքն դատարկություն չէր լինի ընդդիմություն եւ այդ ոչ լեգիտիմ, այսինքն նաեւ այդ տարբերակով ոչ լեգիտիմ անօրինական խորհրդարանը վաղ թե ուշ արտաքին ճնշումների ներքո կցրվեր։ Ստիպված էին լինելու հրաժարական տալ։ Չգնաց ընդդիմությունը, իշխանությունը նստեց իրենցով ջան ասում, ջան լսում, որոշումներ են կայացնում։ Դա Նարեկ Կարապետյանի արդարացումն է, Վրաստանի Տեսեք, Վրաստանի օրինակը պետք չի համեմատել, ասեմ ինչու, որովհետև Վրաստանի սահմանադրությունը այլ սահմանադրություն է, 1, երկրորդ, Վրաստանի ընդդիմությունը, որը չի գնացել խորհրդարան, ենթարկվում է եվրոպական քաղաքական ռեժիմին, եւ այստեղ մի խնդիր կա, պատահական չի Եվրոպան իր ընդդիմությանը խորհուրդ տվել, իր կողմից աջակցություն ստացած ընդդիմությանը խորհուրդ տվել չգնալ ազգային ժողով եւ իշխանությանը թողնել միայնակ։ Եվ դեռ չես կարող վստահ ասել, որ Վրաստանում քաղաքական, ներքաղաքական, խորհրդարանական ճգնաժամ չկա։ Պատահական չի, կրկնում եմ, որ Վրաստանի եվրոպական ընդդիմությունը խորհուրդ է ստացել Եվրամիությունից չգնալ ազգային ժողով։ Հիմա դուք փորձում եք ինձ համոզել, որ մանդատ վերցնելը ճիշտ էր, դուք կարող եք այդպես համարել, բայց ես մնում եմ այն համոզման, որ մանդատ չվերցնելու դեպքում խորհրդարանական ընդդիմությունը, այսինքն Հայաստան եւ Ուժեղ Հայաստան խմբակցությունները ունենալու են ժողովրդի շատ ավելի մեծ հատվածի աջակցություն, ոչ միայն իրենց այդ 500,000 ձայնն էին ունենալու, այլև եւս մոտ 500,000 ձայն էին ունենալու, որոնք չէին գնացել ընտրություններին, որովհետեւ տեսել էին ոչ սկզբունքային քաղաքական ուժեր եւ կտեսնեին, որ կա սկզբունքային քաղաքական ուժ, իսկ ունենալ մոտ 1 միլիոն
աջակից ընդդիմությունը կարող էր ուղղակի ջախջախել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, բայց հիմա Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի դեմ հարուցված այս բռնաճնշումների, ինչու՞ չէ, նաև Սերժ Սարգսյանի որոշակի մենք տեսնում ենք մի շատ զազրելի վատ երևույթ, որը կոչվում է ընտանիքի դեմ հարձակում։ Քոչարյանի որդու կալանավորումը, սա ոչ թե Քոչարյանի որդու կալանավորում էր, սա Քոչարյանին ծնկի բերելու նպատակ ուներ։ Եվ ես կարծում եմ, հենց այնպես չի եղել, որ Քոչարյանը հակակոռուպցիոն կոմիտեում սրտի տագնապ է ունեցել եւ տեսնում եք հիվանդանոցում էր, հիմա էլ է հիվանդանոցում։ Գիտեք, մարդու հոգեբանական վիճակը, երբ որ իր զավակների դեմ են սկսում սրիկայություններ անել, մարդը ամենաուժեղ մարդը անգամ կարող է խոցելի լինել։ Ես հասկանում եմ, դուք ատում եք Քոչարյանին, դուք կարող եք Քոչարյանի նկատմամբ ատելություն, չգիտեմ, ինչ-որ թշնամանք ունենալ, դա ձեր իրավունքն է, թեպետ ատելությունը վատ բան է, որովհետև ատելությունը բերում է ատելության, բայց ընտանիքին թիրախավորել եւ ընտանիքին հարվածել կարող է միայն թուրքը։ Մենք պատմության մեջ տեսել ենք այդպիսի բաներ, հիմա էլ ենք տեսնում։ Թուրքերը, երբ որ ցեղասպանության ժամանակ մտնում էին հայերի տներ, առաջինը սպանում էին ընտանիքի անդամներին։ Ադրբեջանցիները 90-ականներին, երբ որ հարձակվում էին եւ օրինակ հաջողվում էր գրավել Արցախի որևէ բնակավայր, առաջին բանը, որ անում էին, հայերի հանգստարանները, այսինքն գերեզմանոցներն էին քանդում, դա այսինքն ընտանիքի գաղափարի վրա հարձակում է, կամ երբ որ ընտանիք էին կարողանում գերեվարել, դաժանաբար էին վարվում այդ ընտանիքի կանանց եւ աղջիկների նկատմամբ եւ դա ցույց էին դնում այն մարդկանց, ովքեր ընտանիքի ղեկավարներն էին, հայրերն ու մայրերն էին։ Այսինքն սա թուրքի ձեռագիր է։ Օրինակ, երբեք ուրիշ ոչ մի ազգ ընտանիքի նկատմամբ նման բաներ չի արել, չի անում, որովհետև դա մարդկային չի։ Հայաստանի նախկին իշխանությունների ժամանակ էլ ենք մենք տեսել, որ օրինակ կարող էին լինել, այո, եղել են, պիտի հանուն անկեղծության ասել, եղել են ընդդիմության նկատմամբ թեկուզ ապօրինի բռնաճնշումներ, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից եւ մյուսներ, բայց մենք երբեք չենք տեսել, որ ընտանիքի վրա ձեռք բարձրացնեն։ Օրինակ Ռուբեն Ռուբինյանը, որ այդքան խոսում է, թե ինքը հանկարծ տանն էր եւ ԱԱԾ-ն մտավ իր հորը Կարապետ Ռուբինյանին կալանավորեց, բայց չէ որ Կարապետ Ռուբինյանի ընտանիքի վրա ձեռք չբարձրացրին։ Հասկանում եք, կներեք այդ բառի համար, բայց ընտանիքին կպնելը շանտեղություն է, ուրիշ բառ չեմ կարող ասել։ Եվ այստեղ է խնդիրը, որ պետք է սահմաններ ճանաչել, պետք է հասկանալ, թե որն է քո քաղաքական պայքարի սահմանը, կարմիր գիծը։ Երբ դու հատում ես կարմիր գիծը, պիտի սպասես նաև կարմիր գծերի հատում նաև հակառակ կողմից։ Եվ ես չեմ ուզենա, որ այդ կարմիր գծերի հատում լինի բոլոր կողմերից, որտեղ դա բերելու է մեր պետականության, մեր ժողովրդի ամբողջական ոչնչացման վտանգի։ Ինչ վերաբերում է ամենայն հայոց կաթողիկոսին, դուք մի քիչ կներեք էլի, խնդրում եմ վիրավորական չհնչի, բայց ձեր հարցերը կաթողիկոսի հետ կապված իմ պատկերացմամբ ավելի այսպես պարզ են եւ ինչ որտեղ ձեզ չի վերաբերում, պարզունակ է հնչում, էլի Նիկոլ Փաշինյանը ասում է, որ կաթողիկոսը Արցախի անունն է հնչեցնում։ Արցախի անունը հնչեցնելով Արցախը հետ չես բերի։ Եվ երբ որ եկեղեցիներում հնչեցվում է Արցախի մասին, դա չի նշանակում, որ Արցախի հարցը պահպանվում է։ Արցախի հարցը նույնիսկ շատ արցախցիներ չեն պահում։ Մենք պարզապես իրենց նպատակն է նաև ամբողջության մոռացության։ Հավատացեք, դա չի խնդիրը։ Խնդիրը հայ առաքելական եկեղեցու համակարգի մեջ է։ Եկեղեցին միակ համակարգն է, որ մնացել է Հայաստանում որպես կայուն ազգային կառույց եւ որը չի գործում իշխանության կանոններով։ Այսինքն, տեսեք, եկեղեցին անում է քայլեր, որոնք ազգային պետությանն են համապատասխանում։ Եկեղեցին հայ մարդկանց
հայ պահելու ուղղությամբ է աշխատում։ Եկեղեցիներում քարոզվում է ազգայինի գաղափարը։ Եկեղեցին միջազգային հարթակներում բարձրացնում է Հայաստանի, հայոց պետականության, պատմական Հայաստանի, Արցախի գաղափարը։ Եկեղեցին հարվածում է մեր թշնամիներին եւ ընդհանրապես, գիտեք, եկեղեցին այս պահին մնացած միակ կառույցն է, որը դիմադրում է, որը թույլ չի տալիս, որ հայ ժողովուրդը վերջնականապես տառապի ժողովրդական Ալցհեյմերի համախտանիշով։ Չգիտեմ, ձեզ ծանոթ է այդ երևույթը թե չէ, գոյություն ունի էթնոհոգեբանության մեջ ժողովրդական Ալցհեյմերի համախտանիշ երևույթը։ Ալցհեյմերի համախտանիշի մասին բժշկության մեջ երևի տեղյակ եք, երբ որ մարդը թվում է լրիվ առողջ է, մարդը արտաքնապես ոչ մի խնդիր չունի, բայց ուղեղը մեռնում է։ Երբ որ ուղեղը մեռնում է աստիճանաբար, մարդը սկսում է նախ հարազատներին չճանաչել, իր պատմությունը, իր անցյալը չհիշել, սկսում է իր զավակներին չհիշել, չճանաչել եւ ի վերջո մի օր նայում է հայելու մեջ եւ ինքը իրան չի ճանաչում։ Սա բժշկական ձևակերպումն է։ Հիմա հայ ժողովուրդը արագ տեմպերով գնում է հենց Ալցհեյմերի համախտանիշի ճանապարհով։ Այսինքն ինքնության էրոզիա է հայ ժողովրդի մոտ տեղի ունենում։ Տեսեք, մարդիկ, որոնք կանգնում են հիմար բաներ են ասում, չէ, Արցախը հայկական չի եղել, չգիտեմ, այս կողմ, այն կողմ եւ այլն եւ այլն։ Սրանք ակնհայտորեն ինքնության էրոզիայի մասին են խոսում։ Այսինքն ժանգոտում է եւ նաեւ կոռոզիա է տեղի ունենում մարդկանց ինքնության գիտակցության մեջ։ Ալցհեյմերի համախտանիշի դեպքում ժողովուրդները, երբ որ սկսում են տառապել դրանով, իրենք նախ սկսում են խուսափել իրենց ինքնությունից։ Ավելին, սկսում են իրենց կապել այլ ինքնությունների հետ, օրինակի համար թուրքերի հետ, եւ ամենավտանգավոր բանը սկսում են տառապել Ստոկհոլմյան սինդրոմով, այսինքն երբ որ իրենք սկսում են սիրել իրենց դահիճին։ Սրանք բոլորը մտնում են այդ ժողովրդական Ալցհեյմերի համախտանիշի մեջ։ Հայերին հիմա տանում են այդ ճանապարհով, հայ ժողովրդի մեջ արագ տեմպերով հենց Ալցհեյմերի համախտանիշն է տարածվում։ Ինչի է դա հանգեցնում։ Այդպիսի համախտանիշ ժամանակին օրինակ ունեցել են արևելյան մայաները։ Այսօր չկան արևելյան մայաներ։ Ուղղակի չկա, այդպիսի ազգ գոյություն չունի։ Շատ է խոսվում դրա մասին, մայաների քաղաքակրթության, բայց ուր են մայաները։ Ապրում են Գվատեմալայում, ապրում են Մեքսիկայում, բայց ազգը չկա, որովհետև այդ ազգը որպես այդպիսին զոհ է գնացել իսպանացի նվաճողներին եւ աստիճանաբար մոռացել է իր ազգային ինքնությունը։ Ղպտիների մասին, Եգիպտոսը, չէ, եգիպտական 5000-ամյա փարավոնների հետնորդները, ղպտիները, աստիճանաբար տառապելով հենց այդ Ալցհեյմերի համախտանիշով ձուլվեցին արաբների հետ եւ այսօր Եգիպտոսում ապրողները թեպետ ծագման առումով իրանք էթնիկ եգիպտացիներ են, հա, փարավոնների հետնորդներն են, բայց իրենց համարում են արաբ եւ սրանք ոչ մի ազգային ինքնության գիտակցում չունեն։ Եվ միայն շատ փոքր հատվածն է ղպտիների, որ այսպես իրենց հայրենիքում փոքրամասնություն են։ Ես տեսնում եմ, որ այս ճանապարհով գնալու դեպքում մի քանի տարի, գուցե տասնամյակ հետո Հայաստանում հայերը, իսկական հայերը կլինեն ազգային փոքրամասնություն այստեղ, որոնք կհամարվեն դե լավ մշակութային ինքնությունը եւ այլն։ Պարզապես հենց այստեղ առաջ է գալիս ինքնության էրոզիան եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին իր եկեղեցիներով, իր հոգևորականներով եւ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ սկզբունքորեն պահում է ազգային ինքնությունը, այդ սկզբունքն է պահպանում եւ անընդհատ ժողովրդի մեջ դա է ամուր պահում։ Սա է, որ խանգարում է մեր թշնամիներին, Թուրքիային եւ Ադրբեջանին։ Եվ բնականաբար, քանի որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հլու հնազանդ ծառայողն է, ստանում է պարբերաբար հրահանգներ։ Այդ հրահանգները ինչպես իրականացնել։ Մշակվում են աշխարհի որոշ ուղեղային կենտրոններում։ Այդպիսի ուղեղային կենտրոններ կան Թուրքիայում։ Օրինակ Թուրքիայի
Սաբանջը համալսարանը, որտեղ սովորել է Ռուբեն Ռուբինյանը, կոնկրետ դեռևս Սաբանջն ում անունով հենց այդ համալսարանը կոչվում է, դա խոշոր գործարար է եղել Թուրքիայում, որը հարստացել է 1915 թվականին հայերից խլված ունեցվածքի շնորհիվ։ Եվ այս համալսարանում հատուկ տեղ է զբաղեցնում հայերի ոչնչացման գաղափարախոսական ռազմավարական ծրագիրը։ Եվ ես կարծում եմ, որ բոլոր այս ծրագրերը, որոնք հայ ժողովրդի դեմ իրականացվում են, եկեղեցու դեմ, ընդդիմության դեմ, ազգային ուժերի դեմ, ինչու՞ չէ մշակվում են նաև Սաբանջը համալսարանի ռազմավարական կենտրոնում։ Պատահական չէ նաև, որ Հայաստանի իշխանության մեջ գտնվող մարդկանցից շատ-շատերը սովորել են Լոնդոնի համալսարանական քոլեջում։ Լոնդոնի համալսարանական քոլեջը եւս հզոր ուղեղային կենտրոն է, որտեղ մշակվում են ժողովուրդների կործանման հստակ ծրագրեր։ Հետևաբար, գիտեք, հրեշին հաղթելու համար պետք է գործել առաջին համարով եւ սեփական կանոններով։ Սեփական կանոններ մշակելու ունենալու դեպքում մեր ընդդիմությունը, ազգային ընդդիմությունը կկարողանա ուղղակի ծնկի բերել իշխանությանը։ Եվ այստեղ միակ համակարգը հայ իրականության մեջ, որը ունի սեփական կանոնները եւ որը գործում է իր սեփական կանոններով, հայ առաքելական եկեղեցին է։ Սա է խնդիրը։ Դուք չեք տեսնի, որ ամենայն հայոց կաթողիկոսը ամեն առիթով վեր կենա եւ ասի թաղեմ ու հորեմ այս իշխանություններին, որ այսպիսի բան են անում, որովհետեւ պահում են իրենց հեղինակությունը, պահում են իրենց դիրքը, կարողանում են իրենց սեփական կանոնները պահել, անգամ ստիպում են, որպեսզի իշխանությունը խաղա գործի եկեղեցու կանոններով։ Այ դրա համար է, որ փորձում են եկեղեցին քանդել, բայց դեռ չի ստացվում։ Շնորհակալություն։